Բարի օր սիրելի եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացի 8-րդ գլխի 31-ից 39 հատվածների բացատրական քարոզի կերպը։ Բացատրական քարոզի առավելությունը կայանում է նրանում, որ պահանջում է առավել էգզեգետիկայի, դա պրոցեսն է ուսումնասիրության, էգզեգետիկան ավելի խորությամբ ընկալել, օգտագործելով հերմենևտիկայի, դա արդեն հատվածները ընկալելու գիտությունն է կամ հատվածներն ընկալելու այդ ուսուցման կերպերն են, որի մեջ մտնում է տարբեր կերպեր, քերական, ուսումնասիրության, լեքսիկոլոգիայի, լեզվական, ընդհանրապես բառերի բովանդակությունը, պատմական կոնտեքստը, առաջի ունկնդրի հոգևոր վիճակը կամ առաջի ունկնդրի պահանջները կամ հեղինակի կողմից հարցերի, ինչ հարցեր է լուծում այդ հատվածում, սրանք ավելի խորը ուսումնասիրություն է։ Սա այսինքն բացատրական քարոզը ներառյալ ունի այս ընդհանուր խորը ընթացքը, որը էգզեգետիկան է։ Ես այս տերմինաբանությունը շատ հաճախ օգտագործում եմ, որպեսզի ձեր մոտ նույնպես այն դառնա սովորություն, որտեղ տերմինաբանության առավելությունն է, որ մեկ բառով մենք փորձում ենք ընդհանուր խորը կոնցեպտը անմիջապես արտահայտենք, այսինքն չենք օգտագործում շատ բառեր, որպեսզի այն բացատրենք, երբ որ ես ասում եմ էգզեգետիկա, մենք արդեն հասկանում ենք, որ դա նշանակում է աստվածաշնչյան հատվածի կամ աստվածաշունչը ուսումնասիրելու ընթացք։ Դա այդ process-ն է, ընթացքն է, էգզեգետիկա։ Երբ որ ասում ենք հերմենևտիկա, հասկանում ենք, որ դա այն առարկան է, ով ունի իր մեջ կերպեր, որ ուսումնասիրում է աստվածաշնչյան հատվածները, թղթերը, գտնում է հեղինակի միտքը։ Ուրեմն տեսեք, ամեն դեպքում բացատրական քարոզը լինելով խորը ուսումնասիրություն նաև չի շրջանցում որևէ մեկ թեմա աստվածաշնչի։ Դա համար բացատրական քարոզն առավել լեցնում է մեզ։ Երբ որ մենք Հռոմեացի թուղթը ուսումնասիրում ենք, Հռոմեացի թուղթը նաև իր առումով ինքը ավելի ունիվերսալ է, ինչի նկատի ունեմ, անդրադառնում է, քանի որ իր նպատակը բուն գլխավոր միտքը Հռոմեացի թուղթի դա ճշմարիտ ավետարանն է։ Այն անդրադառնում է բոլոր կերպերին, ինչը որ կպել է ավետարանին, ինչը որ կպել է բարի լուրին եւ խեղաթուրել է այն, առաքյալը փորձում է դրանցից ազատի եւ ներկայացնի մեզ ճշմարիտ ավետարան, որի կիզակենտրոնում Հիսուս Քրիստոսն է իր քավությունով եւ որը արտահայտում է Աստծո շնորհքը։ Տեսեք, ամեն դեպքում այս բացատրական քարոզի կերպը մեզ օգտակար է, որովհետեւ երբ որ մենք նույնիսկ Հռոմեացի թուղթը կամբողջացնենք, դուք կտեսնեք որքան է մեր աստվածաբանական հասկացողությունը կամ աստված ճանաչողությունը որքանով է ընդլայնված, այսինքն Հռոմեացի թուղթը ինքը ունիվերսալ է նաև այս առումով, որ անդրադառնում է բոլոր հատվածներին։ Տեսեք, որտեվ եթե ուշադիր եք, մենք նույնիսկ զուգահեռ Հռոմեացի թղթի հետ նույն միտքը մենք տեսնում ենք Գաղատացի թղթում, Եփեսացի թղթում, Կողոսացի թղթում եւ նաև Պետրոսի թղթերում, Հովհաննեսի թղթերում, այսինքն մենք տեսնում ենք, որ առաքյալները ընդհանրապես խոսում են նույն հոգուց, Սուրբ Հոգուց եւ ընդհանրապես աստվածաշնչյան հատվածի հեղինակը Սուրբ Հոգին է օգտագործելով տարբեր հեղինակների ամեն մի հեղինակի նաև իր ոճը, ամեն ժանրը իր ժանրի մեջ եղած յուրահատկությունները։ Սա Սուրբ Հոգու գործն է։ Դրա համար ընդհանրապես Հռոմեացի թուղթը առավել ունիվերսալ է, մանավանդ Պողոս առաքյալների մեջ առավել հանդիսանում է ունիվերսալ աստվածաբան, որովհետև նույնիսկ Պետրոս առաքյալը այդ մասին վկայում է իր թղթերում, ասում է, եւ Պողոսը իր թղթերի մեջ ունի շատ դժվարիմաց կամ դժվար հասկանալի հատվածներ, որ շատերը իրենց կորուստի համար օգտագործում են, այսինքն խեղաթյուրում են Պողոսի խոսքերը։ Ամեն դեպքում Պողոսի այս աստվածաբանությունը Հռոմեացի թղթում, երբ որ մենք ընկալենք, շատ ընդհանրապես մեր աստվածճանաչությունը կընդլայնվի։ Հիմա եկեք ընդհանուր կարդանք մեր Հռոմեացի 8-րդ գլխի 31-ից 35 համարները, այսօր կանադառնանք արդեն 3-րդ հռետորական հարցին, ով է որ մեզ դատապարտել է, որտեղ մենք տեսանք, որ առաքյալը որպեսզի ամրացնի հավատացյալների փրկության վստահությունը, առաջակաշում ընդհանուր 8-րդ գլխում, որը խոսում է ներկայացնում է Աստծո որդիների բնութագիրը, այդ հատվածում ներկայացնում է փրկության անխախտելի շղթան եւ Աստծո որդիների գլխավոր հիմքը կապում է Աստծո գերիշխանության հետ, որի հիմքում ընկած Աստծո սուվերեն ընտրությունը եւ այս ընտրությունը ներկայացնում է որպես բանալի Աստծո որդիներ ստանալու։ Այսինքն հիշում եք մենք խոսել ենք որ
Հռոմեացի 8-րդ գլուխը աստվածաբանորեն կոչված է Սուրբ Հոգու պարագրաֆ։ Սուրբ Հոգու պարագրաֆ ասելով մենք չենք հասկանում, որ այդ հատվածում խոսվում է միայն Սուրբ Հոգու մասին, այլ այդտեղ խոսվում է Սուրբ Հոգու ֆունկցիոնալ գործունեության մասին, որպես մխիթարիչ, նույն մխիթարիչ, ինչպիսին էր Քրիստոսը, եւ այդ մխիթարիչի ֆունկցիոնալ դերը կայանում է Աստծո որդիներ արտադրելու մեջ։ Այսինքն Սուրբ Հոգին է, որ մեր մեջ որդեգրության որպես հոգի մեր մեջ ներգործում է, որպեսզի մենք հոր աղաղակենք Աբբա Հայր։ Սուրբ Հոգին է, որ մեզ ազատում է վախից, որպես ծառայության հոգի եւ տալիս է որդեգրության հոգի։ Սուրբ Հոգին է, որ մեր կյանքի բոլոր պարագաները անբարբար առաջանքով բարեխոսելով օգտագործում է մեզ Քրիստոսի նմանեցնելու հարցում։ Այսինքն տեսեք, եւ հենց առաջի հատվածը Հռոմեացի 8-րդ գլխի սկսում է արդեն մեր նոր բնությունով եւ իրավական դաշտի հետ մեկտեղ առաքյալն առաջ է քաշում մեր նոր բնությունը, ասում է ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որոնք մարմնավորապես չեն վարվում, այլ հոգեվորապես։ Այսինքն ոչ միայն Հիսուս Քրիստոսի մեջ Աստված մեզ արդարացրել է եւ մեզ ազատել է դատապարտությունից, այլ նաեւ ներկայացնում է, որ այդ ներգործությունը, այդ շնորհքի Քրիստոսի մեջ լինելը նաեւ մեր բնությունն է փոխել, մեզ բերում ավելի հոգևոր մղումների, այսինքն չենք վարվում մարմնավորապես, այլ վարվում ենք հոգևորապես։ Մեր նախորդ ձեռնարկության մեջ մենք շեշտեցինք, որ սա չի նշանակում, որ հավատացյալները մեղք չեն գործում, բայց հիմա մեր այս երրորդ ռետորական հարցը ավելի մենք կանադառնանք նաեւ այս հատվածին, տեսնենք ով է, որ մեղադիր կարող է լինի հավատացյալներին, որտեղ տեսեք ինչպես է հնչում։ Եկեք ես ընթերցեմ 31 համարից, ապա ինչ ասենք այս բաների համար, եւ այս բաները մենք տեսանք, որ կապված է վերևում 29-30 համարերի մեջ փրկության ոսկյա անխախտելի շղթայի հետ, ում որ Աստված ընտրեց, ճանաչեց, նրանց էլ նախասահմանեց իր որդու պատկերին նմանակից լինելու, որ նա լինի անդրանիկը շատ եղբայրների մեջ, եւ ում որ սահմանեց, նրանց էլ կանչեց, եւ ում որ կանչեց, նրանց էլ արդարացրեց, եւ ում որ արդարացրեց, նրանց էլ փառավոր էլ արավ։ Եվ դրանից հետո ասում, ապա ինչ ասենք այս բաների համար, այսինքն եթե այս բաները մենք տեսնում ենք անխախտելի շղթա, եթե Աստված ընտրեց եւ մցրեց փառքը, արդեն ինչ ասենք այս բաների համար։ Եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Եվ մենք սա նայեցինք որպես առաջի ձայնագրություն, այսինքն ամեն մի հարցին մենք նվիրում ենք մի ձայնագրություն, որպեսզի այն ամբողջական տեսնենք։ Եվ այստեղ խոսքը գնում էր, եթե մենք տեսնում ենք, որ ընդհանրապես խոսքը գնում է Աստծո որդիների բնութագրի մասին, որպեսզի ամրացնի նրանց փրկության վստահությունը, այս առաջի հարցը ռետորական կապված էր պատկանելիության դաշտին։ Եթե Աստված մեր կողմն է, այսինքն եթե մենք պատկանում ենք Աստծուն, ով կարող մեզ հակառակ լինի, եթե Աստված մեզ իր պատկանելիության մեջ է վերցրել, եթե Աստված մեզ իր ձեռքերի մեջ է պայել։ Տեսեք, այնպես չի, որ ես թռչել ընկել եմ նրա ձեռքերի մեջ եւ կարամ այդտեղից թռչեմ դուրս գամ։ Խնդիրը նրանում է, որ դա նշանակում որ Աստված ինձ վերցրել է իր ձեռքերի մեջ եւ պահում է իր ձեռքերի մեջ եւ կմցնի իր փառքը, բայց սա չի նշանակում, որ իմ ազատ կամքը ամբողջությամբ խեղաթյուրվել է։ Իմ ազատ կամքը արդեն գործում է իմ Քրիստոսով ստացած նոր բնության օղակներում, սրբացման ընթացքի եւ Քրիստոսի նմանվելու մղվածության մեջ։ Իմ վեկտորը ուղղված է դեպի սրբություն, իսկ մինչ փրկություն իմ վեկտորը ուղղված էր դեպի մարմնի ցանկություններ կատարելը, որովհետև ես իմ մեջ ունեի մեղքի եւ մահվան օրենքը, որ թույլ չէր տալի, որ ես Աստծո կամքի ննազանդվեմ։ Դրա համար արդեն ազատված լինելով մեղքի գերությունից, որի մասին առաքյալը խոսում է 7-րդ գլխում, մեղքի գերությունից, մեղքի եւ մահվան գերությունից ազատված լինելով, որտեղ հենց 8-րդ գլխի սկզբից առաքյալը սա է խոսում։ Այդ ազատությունը ինձ տալիս է նոր բնություն, իմ վեկտորը ուղղված է դեպի սրբություն։ Իմիջիայլոց եկեք ընթերցենք նաև առաջի այդ համարը, որ տեսնենք, որ բնության հետ սերտ կապ կա եւ անդրադառնանք մեր հատվածին։ Այսօր կխոսենք արդեն 34 եւ 35 համար, 33 եւ 34 համարների մասին, որտեղ կտեսնենք երրորդ ռետորական հարցը, ով է մեզ դատապարտող։ Եկեք անդրադառնանք առաջի համարին։ Տեսեք, ուրեմն հիմա երբ առաքյալն ասում է ուրեմն, ուշադիր եղեք, վերևում ինքը արդեն մի մեծ կոնցեպտ, մի մեծ թեորիա արդեն ուսուցանել է։ Ուրեմն հիմա, այսինքն Քրիստոսի մեջ է հարցը եւ իմիջիայլոց շեշտեցի, որ
Քրիստոսի մեջ հասկացողությունը դա մենք դրանով կարդում եւ անցնում ենք վրայով, բայց դա առաքյալի աստվածաբանական տերմինաբանության մեջ խորը բովանդակություն ունի Քրիստոսի մեջ հասկացողությունը։ Քրիստոսի մեջ դա եւ խոսում է Աստծո սուվերեն ընտրության մասին, եւ խոսում է Աստծո գերիշխանության, եւ խոսում է մեծ սրբացման ընթացքի Աստծո շնորհքի ներգործության մասին։ Այսինքն Քրիստոսի մեջ յուրահատուկ կատեգորիայի մասին է խոսքը։ Եվ իմիջիալոց այս 4 հռետորական հարցը, որով ամրապնդվում է սուրբերի փրկության վստահությունը, այն հենց կոնկրետ արտահայտում է այս սկզբունքը Քրիստոսի մեջ լինելը։ Այսինքն Քրիստոսի մեջ եղածներին է սա վերաբերվում։ Սա չի վերաբերվում ունիվերսալ բոլոր մարդկանց, որ Քրիստոս, որտեղ կա այսպիսի ուսուցում, որ Քրիստոսից հետո բոլորը արդեն փրկված են, բոլորի համար երկինքը բաց է։ Սա ունիվերսալիզմն է, որը խեղաթյուրված սկզբունք է, դրա համար առաքյալը այն ժամանակ նույնպես կար այդ ընկալումը, դրա համար առաքյալը սկսում է առավել կոնկրետացնել, դրա համար ոսկի աշխխտան խոսում է ում որ սկզբում ճանաչեց կամ ում որ ընտրեց յուրահատուկ հարաբերության համար, եւ մենք հետագայում կտեսնենք, որ այն կապված է յուրահատուկ սիրո, այդ սիրո արտահայտությունն է, որից որևէ մեկը մեզ չի կարող բաժանել։ Այդ սերը իմիջիալոց ոչ թե այն սերն է, որ ուղղակի Աստված սիրում է, դա այն սերն է, որը կապված է Աստծո սուվերեն ընտրության հետ։ Աստված սիրեց եւ ընտրեց։ Այս սա դրա համար որևէ մեկը չի կարող մեզ բաժանի այն սիրուց, որը Աստված ունի սուվերեն ընտրության արդյունքում։ Մենք խոսենք հետագա մեր արդեն 4-րդ հռետորական հարցը պատասխանելուց ավելի խորը ուսումնասիրենք, ավելի շատ կողմերը կտեսնենք սրա։ Հիմա առաջի համարից տեսենք, ուշադրեք, ես ի նկատի ունեմ, հիմա մենք անդրադառնալու ենք ինչպես է առաքյալը ներկայացնում Քրիստոսի մեջ եղած անձին ոչ միայն իրավականորեն դատապարտությունից ազատված, այլ նաև դրա հետ մեկտեղ ինչպես է այն փոխված բնություն արտահայտում եւ այդ փոխված բնության արդյունքում նաև ցույց է տալի, որ մեր վրա դրված է օրենքի արդարությունը, որը Քրիստոսը կատարեց։ Մենք օրենքի արդարություն չունենք։ Քրիստոսի օրենքի արդարությունը մեր մեջ պիտի կատարվի, որտեղ մեր մեղքերը Աստված դրեց Քրիստոսի մեջ եւ դատապարտեց այդ մարմնի մեջ։ Հիմա տեսեք, ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում է լինողների համար։ Ուշադիր կարդացեք։ Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում է լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես։ Այսինքն ոչ միայն Քրիստոսում լինողները իրավականորեն դատապարտությունից ազատված են, այլև առաքյալը շեշտում է, որ նրանք էլ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես, որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում է ազատեց ինձ մեղքի եւ մահի օրենքից, որտեղ 7-րդ գլխում ամբողջությամբ խոսում է, թե ինչ օրենք էր ինձ գերի բռնում, որ թույլ չէր տալի, որ հնազանդվեմ Աստծո կամքին։ Դրա համար հետևից, որտեղ այն, որ անկարելի էր օրենքին, այսինքն օրենքը անկարող էր, որ մարդուն ազատեր, օրենքը միայն մարդուն դատապարտում էր, որովհետև այն, որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառով տկարությունը արտահայտում է, որ այդ մարմնի մեջ կար մեղքի եւ մահվան օրենքը, որը թույլ չէր տալի, որ անձը հնազանդվի Աստծո կամքին։ Տեսեք, Աստված իր որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունով եւ մեղքի համար մեղքին դատապարտեց այն մարմնումը, իր մարմնումը, որ օրենքի արդարությունը կատարվի մեզանում, նորից շեշտում է, որ մարմնավորապես չենք վարվում, այլ հոգեորապես։ Ամեն դեպքում, երբ որ առաքյալը առաջ է քաշում Աստծո կողմից իրավական հռչակումը, որ Քրիստոսի մեջ եղողները դատապարտությունից ազատված են, անմիջապես առաքյալը զուգահեռ շեշտում է նրանց նոր բնությունը, մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես։ Սա յուրահատկությունն է Պողոս առաքյալի, ավելի խորը ուսումնասիրության արդյունքում պետք է սա տեսնենք։ Եկեք անդրադառնանք արդեն մեր հատվածին։ Մեր ընդհանուր հատվածը 8-րդ գլխի 31-ից 39-ը, բայց որpիսի չծանրաբեռնեմ ավելի ձեր մտքերը, ես ընթերցում եմ ուղղակի 31-ից 35-ը, որտեղ մենք 4 հռետորական հարցի ենք պատասխանում, որոնք են այդ հարցերը։ Ով է որ մեզ կդատապարտե, ներողություն առաջին, ով է որ մեզ հակառակ է, որովհետև եթե Աստված մեր կողմն է, մենք արդեն խոսել ենք այս մասին։ Երկրորդը, ով է որ մեզ կմերժի, խոսեցինք արժեքային համակարգի,
Աստված ինչը կխնայի մեզանից, դա արժեքային համակարգներ, առաջինը պատկանելիության, մենք պատկանում ենք Աստծուն, ով կարա հակառակվի, երկրորդ արժեքային համակարգը ինչը կխնայի մեզանից Աստված, որ իր որդին էլ չխնայեց, եւ երրորդ մենք անդրադառնում ենք ով է որ մեզ կդատապարտե, հիմա մենք խոսելու ենք այդ մասին, սրանք 4 ռետորական հարցեր եւ 4-րդ ռետորական հարցը, ով է որ մեզ կբաժանի Աստծո սիրուց Հիսուս Քրիստոսում եղած։ Ամեն անգամ առաքյալը շեշտում է, որ այդ մեզ ընդհանրապես հակառակողը չի կարա հակառակվի, որտեղ մենք Քրիստոսում ենք։ Երկրորդ, որևէ մեկը մեզանից մի բան չի խնայի, որտեղ մենք Քրիստոսում ենք, մեզ համար վճարվել է ամենաթանկը, եւ մյուսը, ով է մեզ կդատապարտի, նույնպես Քրիստոսում ենք, ով կդատապարտի, եթե Քրիստոսում ենք, եւ ով մեզ կբաժանի Աստծո սիրուց, եթե մենք Քրիստոսում ենք։ Սա բանալի միտքն է։ Հիմա եկեք ընթերցենք 31-ից 35-ը։ Ապա ինչ ասենք այս բաների համար, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ, որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, ել ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, 33 համարում ինչ յուրահատուկ բառ տեսակ, որ առաքյալը կրկնակի շեշտեց։ Ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, միջայլոց 33 համարի ընտրված բառը ինքը բացատրեց 29 համարում կամ 30-ում, ում որ սկզբից ճանաչեց։ Հիշում եք, ես շեշտեցի, որ ճանաչելը եբրայերեն յադա, որ նշանակում է նախորոք աշխարհի ստեղծելուց առաջ ընտրել, յուրահատուկ մոտեցում ցուցաբերել այդ անձի վերաբերյալ։ Ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է որ արդարացնում է։ Մենք նայելու ենք այս հատվածին։ Ով է որ դատապարտե, Քրիստոս որ մեռավ եւ ավելի որ հարություն էլ առավ եւ Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոսել է։ Սա մեր երրորդ արդեն ռետորական հարցն է, որին ուզում եմ անդրադառնանք։ Ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է որ արդարացնում է, ով է որ դատապարտե, Քրիստոս է որ մեռավ եւ ավելի հարություն էլ առավ, որ Աստծո աջ կողմը նստած է, որ մեզ համար բարեխոս լինի։ Այս հատվածում առաքյալը փոքր առումով ներկայացնում է դատական process։ Ով է որ դատապարտե, Քրիստոս է որ մեռավ, տեսեք, եւ ավելի որ հարություն էլ առավ եւ Աստծո աջ կողմը նստած է, որ մեզ համար բարեխոսել է։ Երևի շատերս հասկանում եք ինչքան կարևորություն ունի լավ դատապաշտպանը ընդհանրապես դատական process-ի մեջ։ Դատապաշտպանն է, որի արդյունքում կամ կարդարանա դատվողը կամ կմեղադրվի։ Այսինքն դատապաշտպանը հակառակ է, նրա բերած արգումենտները ամեն դեպքում հակառակ են մեղադրողներին դատախազին, եւ դատապաշտպանը, լավ դատապաշտպանը շատ կարևորություն ունի վերջի արդեն եզրահանգման, ինչ դատապարտություն կլինի, թե նրան կազատեն այդ դատապարտվողին։ Սա կարևոր է եւ հենց այստեղ առաքյալն առաջ է քաշում այս ընթացքը մանավանդ հռոմեական կայսրության մեջ, ու կդրին առավել հասկանալի էր այդ մասին, որտեղ բարեխոս հասկացողությունը առավել պաշտպանն է, ով ուղղակի ներկայացնում այն արգումենտները, որոնք չեզոքացնում են մեղադրողների արգումենտները։ Դրանք շատ կամ առավելություն ունեն մեղադրողի արգումենտների վրա։ Առաքյալը սա է առաջ քաշում եւ մենք հիմա պետք է տեսնենք ինչի հետ է կապված սա։ Ուրեմն հարցը հնչում է այսպես. ով է որ մեզ դատապարտե, ով կարող է մեզ հանցավոր անել, Աստված է որ մեզ արդարացնում է։ Իրական դատապարտողը, որից կախված է մեր դատապարտությունը, դա մեկ անձ է, դա Աստված է, ով հանդիսանում է դատավորը։ Ասում է ով է որ մեզ մեղադրե, ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է որ արդարացնում է։ Այսինքն ով կարա մեղադիր լինի, եւ մենք հիմա կանադանենք մեղադիր լինողներ կլինեն շատ։ Խնդիրը նա է, որ Աստված է որ արդարացնում է բառը չեզոքացնում է նրանց մեղադրանքը։ Ով մեղադրող կարա լինի կամ ում մեղադրանքը մեր վրա կազդի, Աստված է մեզ արդարացնողը։ Այսինքն ուշադիր եղեք առաքյալի զարգացած մտքին։ Առաքյալը չի ասում, որ մեզ մեղադրողներ չեն լինի, որտեղ մենք հեսա մի քիչ հետո խոսալու ենք, թե ինչ մեղադրողներ կան։
մեր կյանքում, ով է առավելագույն մեղադրողը, ով է մեր եղբայրների դեմ չարախոսողը գիշեր եւ ցերեկ, եւ ինչ է չարախոսություն, ինչ մեղադրանք է սատանան ներկայացնում, կեղծ թե իրական։ Սատանան գիտի, որ Աստված ամեն բան գիտի, եւ ինքը իրական մեղադրանքներն է ներկայացնում մեր կյանքում, մենք անդրադառնալու ենք սրան, որն է մեղադրանքների իրականը, մեր գործած մեղքերը Քրիստոսի մեջ։ Ինքը սա ներկայացնում է Աստծո առաջ։ Մի քիչ հետո մենք անդրադառնալու ենք սրան, բայց տեսեք առաքյալը ինչ ասում, ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է որ արդարացնում է։ Այսինքն այդ մեղադրանքները չեն ազդի, չեն անցնի սահմանը, մեզ չեն տանի դատապարտության, որտեղ դատապարտողը մեր կողմն է։ Դատապարտողը ամենաարժեքավորն է մեզ համար տվել։ Վճարված է այդ ամեն ինչը, ինչի համար մեզ մեղադրում է սատանան։ Այն վճարված է, եւ բարեխոսը նստած է, եւ հետեւի համարում ասում է ով է որ դատապարտ է, Քրիստոս է որ մեռավ, Քրիստոսի մահը կապված է արդեն վճարելու հետ։ Եվ մանավանդ հարություն առավ, որով վկայվում է, որ վճարը ընդունվեց եւ մեզ համար դատապաշտպան է նստած։ Այնպիսի արգումենտներ է ներկայացնում առաքյալը, որ այդ արգումենտների մեջ ուղղակի ցնծություն է գալի հոգեվոր անձի հասկացողության մեջ, որովհետեւ ինքը Քրիստոսի մեջ է եւ ինքը չի եկել Քրիստոսի մեջ, Աստվածայրան բեր է Քրիստոսի մեջ։ Ես Աստծո շնորհքը նա սուվերեն ընտրությունն է։ Ինչի համար, որովհետեւ մեկը չի կարող այդ հարցին պատասխանի։ Սպերջենն ասում էր, ես Աստծո խոսքից շատ բան հասկանում եմ Աստծո շնորհքով, բայց մի բան երբեք երևի ամբողջ կյանքում հավիտենականության մեջ էլ չհասկանամ, ինչի Աստված ընտրեց իմ նման տականքին, չգիտեմ։ Այսինքն չկա մի առավելություն, որտեղ Աստծո սուվերեն ընտրությունը երբեք կախված չի մարդու հատկությունից, այն կապված է միայն Աստծո ընտրությունից։ Եվ այս մասին խոսում է 9-րդ գլուխը մեր հետագա գլխի մյուս հատվածը, ինչի, որտեղ խոսքը գնում է Աստծո ընտրության մասին, որտեղ այս Աստծո որդիների, որ դատապարտությունից ազատված են, դա կապված է Աստծո ընտրության հետ, ծերներս։ Եվ եկեք հիմա ավելի ովքեր են որ մեզ դատապարտում են, տեսեք նորից ուշադիր եղեք, խոսքը գնում է Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինողների։ Սա բանալի բառը Աստծո ընտրվածների դեմ։ Եվ այս մասին եկեք մտածենք, ով է որ մեզ կարա մեղադրի, առաջինը, մեզ կարա մեղադրի աշխարհը հավատացյալներին մեղադրում է, աշխարհը մեղադրում է հավատացյալներին, ասելով, որ դուք էգոիստ եք, ձեզ համար փափուկ տեղ եք փնտրում երկնքում, շատերի համար եւի լսելի է, սա շատերին արդեն մեղադրել են, աշխարհը դա կլինի մեր ազգականը, մեր ընտանիքի դեռ Քրիստոսի մեջ չեղած անդամները, այսինքն ամեն դեպքում աշխարհը մեզ մեղադրում է, որ մենք էգոիստ ենք, երկինքը մեզ համար ապահովում ենք։ Մյուսը մեզ կարան մեղադրեն որպես ֆանատիկ ենք, այսինքն մենք իր կյանքի ամբողջ մտածելակերպը չունենք կամ մեր իրականությունից փախնում ենք, իրական կյանքը իրականորեն չենք տեսնում, խոսում ենք հավատքի մասին, խոսում ենք ապագայի մասին թողնելով ներկան, կարծես թե, այսինքն սա նույնպես մեղադրանք, ասում են դուք ֆանատիկ եք, ֆանատիկ այսինքն նշանակում է իրականությունից փախնում եք, իրականության հետ կապ չունեք։ Մյուսը կարան մեզ մեղադրեն կեղծավորության մեջ, ասում են դուք բոլորի նման եք, բայց ձեզ սուրբերի տեղ եք դրել, այսինքն բանը ես հիշում եմ, երբ որ ես նոր ապաշխարել էի եւ արդեն Աստծո վախը գնալով առավել իմ մեջ ավելի իմ կյանքի բոլոր ոլորտների մեջ էր արդեն արտահայտվում եւ երբ որ հայոյում են ես փորձում եմ այդ շրջապատից արդեն մի քիչ հետ գնամ, երբ որ սկսում էին հայոյանքով խոսալ եւ շատերը զգում էին այդ մասին եւ ասում են ինչ ես դու էլ այսքան վաղ դες բան չկար հիմա, այսինքն սա հանդիմանությունն է, սա մեղադրանքն է, այսինքն կեղծավորություն ես անում, մի վաղ մեր հետ չէիր, այո, բայց հիմա այն բնությունը փոխվել է, այն Արմենը, որ ձեր մոտ էր, մեռել է, չկա այդ Արմենը, նոր Արմենը սկսել նոր Արմենը ծնվել, ով մեծանում է, այսինքն տեսեք, սա կարևոր սկզբունք է, որ մենք տեսնենք, սա Քրիստոսի մեջ եղած անձն է, մեզ մեղադրողներ կան, առաջի մեղադրողը աշխարհն է, մեզ մեղադրողներ կան նաև մեր հոգևոր դաշտում, շատ հաճախ քրիստոնյաները մեկը մյուսին մեղադրում են սխալ չափանիշներից ելնելով, առաջ վազելով ժամանակից մեղադրում են դիմացինի սխալ մղումները, մենք սխալ մղումների համար որովհետեւ մեկին չենք կարող մեղադրել, չենք կարող ասենք այս մարդը լավ բան արեց, բայց ճիշտ մղումներով չարեց, որտեղ մղումները կապված է սրտի, դա մարդու ծածուկ բաներն են, որը միայն Աստված է տեսնում եւ ժամանակից առաջ ենք ընկնում, երբ որ մենք նրան մեղադրում ենք մղումների համար, որտեղ երբ որ ժամանակը կգա, Աստված կասի ով ինչի համար է արել սա։
եւ գովասանքը կլինի Աստծո։ Այս մասին խոսում Առաքյալը Կորինթոսի թղթի նամակներում։ Այսինքն եւ Աստված կասի ամեն մեկի գովասանքը Աստծուց կլինի, ոչ թե մարդկանցից։ Այսինքն մղումների դատողը մենք չենք, բայց շատ հաճախ մենք հավատացյալներից մեկը մյուսին սխալ լուրի պատճառով նույնպես մեղադրում ենք։ Մեղադրում ենք իրար հետևից բամբասելով, իրար հեղինակազրկելու միտումով, սա կարող տեսնեք նույնիսկ ինտերնետում, նամակագրությունների մեջ, տեսեք ինտերնետում շատ հաճախ սխալ չափանիշով եթե նայեք, օրինակ կա ինտերնետում սխալ հռչակում։ Ես օրինակ ունեմ քույրեր եղբայրներ, որոնք ավետարանի հատվածներ են փորձում հռչակեն, եւ ես փորձում եմ որքան Աստծո շնորհքով հնարավորությունը, որքանով տեսնում եմ ճշմարտությունը, փորձում եմ օգտակար լինեմ եւ նրանց ուղղելու մեջ։ Նաեւ ինձ համար է դա օգտակար, որտեվ ես ինքս էլ մենք որովհետեւ մեկ մեզանից կատարյալ չի ուսուցման մեջ, մենք ամեն օր սովորում ենք։ Եվ ինչ որ ինձ Աստված սովորեցրել է, փորձում եմ կիրառեմ, օգտակար լինեմ քրոջս կամ եղբորս։ Ես դրա մասին չեմ խոսում, երբ որ մեկի սխալին դու փորձում ես այդ սխալին ճիշտը պատասխանես եւ օգտակար լինես եւ լսողների համար եւ նաեւ եղբոր եւ նաեւ քո համար։ Բայց խոսքը գնում է, երբ որ հեղինակազրկում են մեկը մյուսին։ Ամեն մեկը ունեն ընդհանրապես իրենց սխալ կարծիքը եւ իմիջիալոց աստվածաբանական վեճերը երբեք ճշմարտության շուրջ չեն, այնպես չի որ սխալը ճշմարտության հետ ավիճում։ Աստվածաբանական վեճերը միշտ առաջանում են ճշմարտության հանդեպ երկու սխալ կարծիքներին իրար բախվելուց։ Ընդհանրապես ճշմարտության հետ վիճել չի ստացվում, որտեվ ճշմարիտ խոսքն ասողը նույնիսկ վեճի չի էլ մղվի, որտեվ ինքը ճշմարտությունը գիտի։ Այսինքն ինքը համոզված է եւ տարբեր արգումենտներով ճշմարտությունը ցույց է տալի։ Ընդհանրապես վեճը միշտ առաջանում է ճշմարտության հանդեպ երկու սխալ կարծիքներ ունեցողների միջև։ Երկուսն էլ այդ ճշմարտության հանդեպ ունեն սխալ պատկերացում եւ այդ երկու պատկերացումներն են բախվում իրար։ Ուրեմն նաեւ հավատացյալների կողմից կարող լինեն մեղադրանքներ, բայց գլխավոր մեզ մեղադրողը հանդիսանում է սատանան։ Հայտնություն 12:10 ես ընթերցում եմ. «Եվ մեծ ձայն լսեցի, որ ասում է երկնքումը. հիմա փրկությունը եւ զորությունը եւ թագավորությունը եղավ մեր Աստծուն, եւ իշխանությունը եղավ նրա օծյալին, որ վայր գցվեցավ մեր եղբայրների չարախոսը, որ չարախոսում էր նրանցից Աստծո առաջին ցերեկ եւ գիշեր»։ Մի խոսքով ասած, անդադար։ Սա սատանայի ֆունկցիոնալ դերն է։ Ինչի եմ ասում ֆունկցիոնալ դեր, որտեվ դա Աստծո կողմից ամբողջական հսկողության տակ է եւ ղեկավարության տակ է։ Տեսեք, կա դուալիզմ հասկացողությունը, երբ որ ներկայացվում է եւ կա այսպիսի հավատամք, երբ որ ներկայացվում է սատանան եւ Աստված հավասարազոր իշխանություններով։ Եվ կարծես թե չարի եւ բարի պատերազմ է գնում, մեջտեղը տուժում են մարդիկ։ Աստվածաշունչը այս մասին չի խոսում, ցելես։ Աստվածաշունչը խոսում է Աստծո գերիշխանության մասին, որի ձեռքերի գործիք հանդիսանում է նաև սատանան։ Ժամանակավորապես սատանային Աստված տվել է որոշ իրավունքներ եւ որոշ կարողություն, չի զրկել նրան ընդհանուր կարողությունից, զրկել է նրան պաշտոնից, որտեվ այն հրեշտակապետներ, որ պիտի ղեկավարեր Աստծո փառքի ընդհանուր փառաբանությունը, զրկված է ինքը եւ ընկած է, բայց պաշտոնից ընկած լինելով որոշ հատկություններ մնացել է, իր իմաստությունը, իր խորամանկությունը, այսինքն ինքը օգտագործում է, բայց նրա այս ռեսուրսի օգտագործումը Աստծո հսկողության տակ, այսինքն նա կարա այդ ամենը անի այն չափանիշով, որ Աստված նրան թույլ կտա։ Եվ Հոբի գրքում այս մասին մենք տեսնում ենք, որ Աստված թույլ է տալի, ասում է, այ գնա եւ Հոբին կպի այսքան, նրա հոգուն չկպնես, նրա մարմնին կպի, կամ սկզբում ասում է նրա ունեցվածքին կպի, չի ասում մարմին։ Հետո ասում է դե, ասում է մորթի տեղ մորթի, այսինքն Սատանան ասում է դե հիմա մարմնին կպնեմ, տես ոնց է քեզ հայում, Աստված ասում է դե լավ, մարմինին էլ կպի, այսինքն Աստվածը թույլ տալիս ինչքան Սատանան կարա մոտենա Հոբին եւ ինչքան կարա վնասի։ Դա Աստծո սուվերեն կարգն է, հետո Հոբը դա է հասկա, հետո Հոբն է դա հասկանում, որովհետեւ տեսեք, Հոբի պարագայում ինչ որ երկնքում կատարում է, այդ մասին չգիտի ոչ Հոբը, ոչ Հոբի կեղծ մխիթարիչները։ Կարելի է ասել եկել էին մխիթարելու, բայց իրականում ընկան կեղծ մխիթարության մեջ, որտեղ սկսեցին Հոբին մեղադրել առանց իրականում հասկանալու թե երկնքում ինչ է կատարվել։ Դրա համար հետագայում ենք տեսնում ենք, չեմ ուզում հիմա Հոբի մասին խոսենք, գրքի մասին, բայց ամեն դեպքում ուզում եմ տեսնեք, որ հենց Հոբի գրքում ներկայացված է սատանան որպես Աստծո ձեռքերի մեջ գործիք։
Տեսեք, եկեք անդրադառնանք, թե ինչի մեջ էր սատանան Հոբին մեղադրում, կամ ինչի մեջ էր սատանան նաև Հոբի կերպարի մեջ Աստծուն մեղադրում, եկեք անդրադառնանք սրան։ Ուրեմն այս չարախոսը, հիմա մենք անդրադառնանք Հոբին, այս չարախոսում է մեր եղբայրների դեմ գիշեր եւ ցերեկ անդադար։ Ինչ անում մեր եղբայրների համար, ցույց տալով նրանց բացասական կետերը, մեր գործերը, մեր մեղքերը, մեր վատ արարքները, մարմնավոր վարքը, մեր տկարությունները, մեր մարդկորեն վարվելը, սատանան սա որպես արգումենտ, մեղադրանք միշտ բերում Աստծո առաջ։ Սրա համար մենք պետք է ուշադիր լինենք, դրա համար Աստծո խոսքն ասում է առիթ մի տվեք նրան։ Ասում է, եթե իրար վրա բարկացաք, մի թողեք, սատանային տեղ մի տվեք, այսինքն թույլ մի տվեք, որ սատանան ձեզ փորձի եւ մեղքի մեջ գցի, մեկը մյուսի հանդեպ վրեժխնդրությունով, այդ վրեժխնդրությունը վերցնի եւ որպես մեղադրանք տանի Աստծո առաջ։ Այսինքն սատանան մեր հանդեպ կեղծ մեղադրանքներով չի գնում Աստծո առաջ։ Սատանան փնտրում է մեր կյանքում մեր տկարությունները, այդ տկարություններն է տանում Աստծո առաջ որպես մեղադրանք։ Սա կարևոր է որ մենք հասկանանք։ Համար տեսեք, այս բացատրական քարոզը ունիվերսալ է, մենք փորձում ենք բոլոր կետերին անդրադառնալ։ Ինչ մեղադրանքի մասին է խոսքը, մեր տկարությունների։ Եվ հիմա ինչ է անում սատանան Հոբի կյանքում։ Ինչպես է Հոբի գրքում սատանան մեղադրում Հոբին։ Եկեք անդրադառնանք սրան։ Տեսեք, առաջի գլխի Հոբի առաջի գլխի 8 համարից եւ Տերն ասեց սատանային, ուշադիր եղեք, որ Հոբի մասին խոսակցությունը սատանան չի բացում, Աստված է բացում, հատուկ, որտեվ Հոբի կյանքի փորձությունը պատրաստված է Աստծո կողմից, այնպես չի որ սատանան եկավ ու կպավ Հոբին, ոչ, Աստված է բացում խոսակցություն եւ Աստված է թույլ տալիս ինչքան սատանան կպնի Հոբին, այսինքն Հոբի վրա եկած փորձությունը սատանայից չի, Աստծուց է։ Եվ Տերն ասեց սատանային, եթե մի քիչ վերևից կարդանք 7-րդ համարից, եւ Տերն ասեց, տեսեք, եւ եղավ մեկ օր 6 համարի, որ Աստծո որդիքը եկան Տիրոջ առաջին կանգնելու, եւ սատանան եկավ նրանց միջումը։ Աստվածաբանական սկզբունքը շատ անգամ հարց են տալի, արմեղ բար ոնց կարա սատանան մտնի Աստծո ներկայություն։ Աստծո կողմից կա թույլատրություն յուրահատուկ նպատակի համար, այսինքն Աստծո ծրագրի օղակներում Աստված թույլ է տալիս, որպեսզի սատանան գա Աստծո առաջ։ Մեզ չի ասում, որ ինչքան է առաջ գալի, բայց մենք տեսնում ենք, որ կարողանում է սատանան Աստծո հետ հարաբերվի։ Այսինքն եւ եղավ մեկ օր, որ Աստծո որդիք եկան Տիրոջ առաջին կանգնելու, եւ ասում է այդ նույն կարգավիճակով եկավ նաեւ սատանան էլ եկավ նրանց միջումը։ Տեսնում եք բառերը, որ օգտագործված է։ Եվ միջելոց Հոբի գիրքը Աստվածաշնչի ամենաառաջի գիրքն է։ Լավ, ամեն դեպքում եւ Տերն ասեց սատանային, որտեղից ես գալիս, եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. երկրի վրա շրջելուց եւ նրանում ման գալուց։ Նույնիսկ մենք տեսնում ենք Հոբի գրքում սատանան ինչ անում, անդադար շրջում է երկրի վրա, ու ինչ է փնտրում, ինչ է զմայլվում է ծաղիկներով, ոչ, փնտրում է մարդ, որ մեղադրի, սա նրա ֆունկցիոնալ դերն է։ Եվ Տերն ասեց սատանային. ուշադրություն դարձրիր իմ ծառա Հոբի վրա, որ նրա նմանը չկա երկրի վրա, կատարյալ եւ ուղիղ մարդ, աստվածավախ եւ չարությունից հեռացող։ Հիմա տեսեք սատանայի մեղադրանքը։ Եվ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. միթե Հոբը ձրի է աստվածավախ։ Այսինքն սատանան Հոբին մեղադրում է, որ Հոբը ամեն դեպքում մղումների վրա է մեղադրում, բայց Աստված անգիր գիտի մղումները Հոբի։ Տեսեք, մեղադրում է, որ Հոբը ուղակի վարձքի համար է քեզ երկրպագում։ Սրտանց անկեղծ չի քեզ երկրպագում, այլ վարձք ես տալի անդադար, դու նրան պահում ես, դու նրան օրհնում ես, դրա համար էլ քեզ ինքը երկրպագում է։ Հիմա կտրի այդ օրհնությունը, կտրի այդ վարձքը, տեսնենք քեզ կօրհնի, քեզ կերկրպագի։ Տեսեք, նաև ոչ ուղակի կերպով մեղադրում է Աստծուն, ասում է դու նրան կաշառում ես, որ քեզ երկրպագի։ Սա շատ խոր իմաստ է, ես չեմ ուզում ամբողջական խորանալ, պարզապես ուզում եմ մենք տեսնենք ինչպես է մեղադրում սատանան։ Տեսեք, միթե Հոբը ձրի է աստվածավախ։ Սա ցույց է տալի, որ դու նրան կաշառում ես։ Եվ հիմա կտրի 11 համարը նայեք, բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նրա ամեն ստացվածքին եւ տես թե որ քո երեսին քեզ չհայհոյե։ Եվ Տերն ասեց սատանային. ահա նրա բոլոր ստացվածքը քո ձեռքը լինի։ Տեսնում եք Աստծո թույլտվությունը։
Հիմա ինչ ասում, սատանան չի ասում, հեսա գնամ ձեռս կպցնեմ, սատանան Աստծուց է հարցնում, ասում է դե ձեռդ կպցրա, սատանան ասում է Աստծուն, դե ձեռքդ կպցրա Հոբի ունեցվածքին, իսկ Աստված ասում է դե գնա ձեռդ կպցրա, այսինքն Աստվածը թույլ տալի, որ Հոբի ունեցվածքին սատանանի ձեռքը մեկնի։ Տեսնում եք, այսինքն ամբողջությամբ Աստծո ձեռքերի մեջ այն գործիքը, այն ինքնագլուխ չի։ Եվ հետաքրքիր է, որ դուք նույնը կարաք տեսնեք ամեն դեպքում, տեսեք, մենք հասկանում ենք, որ սատանան թեև դատապարտված է, բայց նա ունի ուղղակի իրավունք, դերակատարություն որոշ ժամանակահատվածի համար, եւ մենք Աստվածաշունչում տեսնում ենք, որ նրան պետքա դատապարտվի, սկզբում պետքա 1000 տարի կապվի հազարամյայի համար, այսինքն որտեվ հազարամյայի ժամանակ որոշ անեծքներ երկրից կվերցնեն եւ նաեւ մոլորեսնողը կկապվի 1000 տարի եւ հետո նորից կարծակվի եւ այդ իրանության մեջ ապրող ժողովուրդը, որ 1000 տարի ապրեց, նույնիսկ երիտասարդը 100 տարեկանում էր մանում, սա մենք կարդում ենք մարգարեթում, սատանան պիտի նրանց նորից մոլորեսնի, ինչի, որտեղ մեղավոր բնություն կա, որտեղ հազարամյա մտնում են եւ փառավորյալ եկեղեցին փառավորյալ մարմինով, եւ հրեաները, որոնք վերստին ծնվել են, բայց դեռ փառավորյալ մարմիններ չունեն, նրանցից պիտի ծնվեն մեղավոր բնությունով մարդիկ եւ կարծես թե Աստված այդ 1000 տարում ցույց է տալի, թե ինչպես է մեղավոր բնությունը գործ կատարելու։ Նույնիսկ երանության մեջ 1000 տարի ապրելուց հետո սատանան նրանց ծովի ավազիչափ ժողովուրդ հանելու է ապստամբություն դեպի Քրիստոսի վրա, որ գալու են տաճարը, որտեղ Քրիստոսը լինելու է տաճարում նստած 1000-ամյայի ժամանակ երկրի վրա։ Հիմա ամեն դեպքում տեսեք, այս առումով մենք նաև տեսնում ենք, թե հենց ուղղակի Ղուկաս 4:5-6-ի մեջ ինչպես է նաև նկարագրված, որ Աստված սատանայի ձեռքը որոշակի դերակատարություն տվել է, եւ նորից եմ ասում, այն կապված է Աստծո ծրագրի հետ, այդ ծրագրի օղակներում, եւ տեսնում եք, որ նաև դատապարտվելու ժամանակը կա։ Հիշում եք Դևերի խոսքը, ինչի ես մեզ ժամանակից շուտ ուղարկում Տարտարոսը, ինչի ես ժամանակից շուտ, այսինքն նա գիտեն, որ ժամանակ կա, նա գիտեն, որ նրանց ժամանակ ատրված գործելու, ասում են ինչի ես ժամանակից շուտ ուղարկում, այսինքն ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ սա Աստծո ծրագրի հետ է կապված։ Այն մենք պետք է հասկանանք, որ այո, Աստծո մտահղացման օղակներում է այն գործում եւ ուղղակի Աստծո հսկողության եւ Աստծո ղեկավարության տակ է։ Սա կարող է, դրա համար հավատացյալները նրանից չեն վախենում, հավատացյալները վախենում են մեղքից։ Հավատացյալները զգուշություն են անում, որ մեղք չգործեն եւ առիթ չտան բանսարկուին, չարախոսին, որ անդադար մանագալի չարախոսելու առիթ։ Սա շատ կարևոր է, տեսեք, ճշմարիտ վարդապետությունը, ողջամիտ վարդապետությունը նաև խորացնում է մեր ուսուցումը այս առումով։ Մենք հասկանում ենք ինչ է խոսում Աստվածաշունչը սատանայի մասին, ինչ ֆունկցիոնալ դեր անում, ինչից պիտի զգուշանան հավատացյալները։ Հիշում եք Քրիստոսի խոսքաշը, զգուշ եղեք կեղծավորությունից։ Տեսեք, սա շատ կարևոր է։ Ամեն դեպքում, որտեղ կեղծավորությունը, այսինքն հավատացյալը կեղծավորության մեջ ընկնելու, ոչ թե փրկությունն է կորցնում, այլ ուղղակի հոր հետ հարաբերությունը եւ չի փառավորում հորը, այսինքն ինչ կվերականգնվի, ինչ կխոստովանի իր կեղծավորությունը եւ հոր հետ կվերականգնվի հարաբերությունը եւ կվերականգնվի նաեւ նրա հետ ում հետ որ ինքը կեղծավորվեց։ Այսինքն ամեն դեպքում այստեղ սակայն առիթ է տալիս սատանային։ Այ սա է ամբողջ խնդիրը։ Հիմա նաեւ եկեք Ղուկաս 4:5-6 տեսնենք։ Այս հատվածում պարզելում է, թե ինչն է հանձնված սատանային եւ ինքը ինչ կարող անի եւ ինչ օղակներում։ Տեսեք Ղուկաս 4:5 համարից եւ սատանան նրան մի բարձր սահանեց Քրիստոսին, սա փորձության, եւ աշխարհի բոլոր թագավորությունները ցույց տվավ նրան մի վայրկյանի մեջ։ Տեսեք ուշադիր, կարևոր սկզբունք։ Ուրեմն սատանան Հիսուսին հանում է մի բարձր սար եւ աշխարհի բոլոր թագավորությունները ցույց տվավ նրան մի վայրկյանի մեջ։ Աշխարհի բոլոր թագավորությունները ցույց տվեց եւ ինչ ասում հետևից։ Եվ սատանան ասեց նրան. այս բոլոր իշխանությունը, այսինքն երկրի բոլոր թագավորությունների, երկրի վրա եղած գանձերի եւ նրա փառքը, նրա իշխանությունը, հեղինակությունը, եւ սատանան ասեց են այս բոլոր իշխանությունը եւ սրանց փառքը քեզ կտամ, հետեւից նայեք բառը, որ ինձ է տրված, եւ ում որ կամենում եմ, տալիս եմ սրան։ Տեսնում եք, ինչ է ուզում սատանան, երկրպագություն։ Արդ դու եթե իմ առաջ ընկած երկրպագություն անես, բոլորը քոնը կլինի։ Այսինքն ինքը շանտաժ է, այսինքն ինքը այն բանսարկուն է, սերնես, բանսարկու, այն չարախոս է,
Տեսնում եք, այսինքն նրա տիտղոսները ընդհանրապես Աստվածաշնչում ամեն մի բառ, որ կլսեք տիտղոս եւ Քրիստոսին վերաբերվող եւ Աստծուն վերաբերվող, իմիջիալուց մենք խոսել ենք, որ Աստծո բոլոր տիտղոսները վերաբերվում են նաեւ Քրիստոսին։ Կգա ժամանակ, երբ որ մենք Հովանու ավետարանում կանադառնանք Քրիստոսի աստվածության, կտեսնենք ինչքան բաներ կա, ամբողջ ավետարանը ուղղակի ճչում է, որ Քրիստոսը Աստված է, որտեղ աստվածային բոլոր տիտղոսներն ունի Սաբաոֆ զորած Տեր հասկացողությունը ուղղվում է Քրիստոսի վրա, անձի վրա։ Շատ կարևոր է սա։ Չեմ ասում, որ անդադար Յահվե տիտղոսը Տեր բառը Քրիստոսի վրա է ուղղված։ Մեկ ընդհանրապես անունները դրանք հատկություններն են, այսինքն բանսարկուն, այն առաջի օծը, սրանք բոլորը տիտղոսներ են, որոնք խորամանկ կա։ Հիշում եք օծի մասին, ասում բոլոր կենդանիներից ավելի խորամանկ էր, հնարքներ գտնող, այսինքն սա հատկություններն են, սիրելիս, չարախոս, մեղադրանքներ ներկայացնող։ Եվ տեսեք, հետաքրքիր է, որ այստեղ նույնպես մենք տեսնում ենք, որ բոլոր թագավորությունների իշխանությունը եւ նրանց փառքը քեզ կտամ։ 6 համար եւ Սատանան ասեց այս բոլոր իշխանությունները ցույց տալով թագավորությունները եւ սրանց փառքը քեզ կտամ, որ ինձ է տրված, ում որ ուզեմ նրան կտամ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ սա որոշակի առումով Սատանան ունի որոշակի իրավունք, ուրեմն առաջի կարևորագույն մեղադրողը մեր հատվածը որն է, ով է որ մեզ մեղադրե, Աստված է որ արդարացնում է, Քրիստոսը, ով կդատապարտե, Քրիստոսը որ մեռավ, այսինքն վճարեց, հարություն էլ առավ, հաստատեց, որ վճարը Աստծո կողմից ընդունված է եւ մեզ համար էլ դատապաշտպան, բարեխոս է նստած։ Այսինքն, ինչ է անում Քրիստոսը, երբ որ բարեխոսում է։ Տեսեք, երբ որ Սատանան մեր մեղադրանքները, իրական մեր սխալները տանում է Աստծո առաջ, կանգնում է Քրիստոսը որպես դատապաշտպան եւ չի պաշտպանում այնպես ինչպես աշխարհի օրենքի մեջ արանքներ են մանգալի, որ ինչ որ մի ձև արդարացնեն այդ անձի հանցանքը։ Քրիստոսը այսպես չի անում։ Քրիստոսը չի ասում. «Տեր, այս անձը միամիտ գործեց այդ մեղքը»։ Աստված ամեն ինչ գիտի։ Չի ասում «Չէր ուզում Տեր Աստված, բայց գործեց»։ Այդպիսի բարեխոս չի Քրիստոսը։ Քրիստոսը կանգնում է եւ ասում է. «Տեր, այս որ Սատանան ասում է, որ այս անձը այս մեղքը գործեց, Հայր, այդ մեղքի համար ես իմ կամքով, իմ կյանքով արդեն վճարել եմ»։ Ջնջվում է այդ հանցանքը։ Այն վճարված է։ Ահա թե ինչպիսի բարեխոսության մասին է խոսքը։ Այսինքն մեզ մեղադրողը Սատանան է, բայց դատապաշտպանը, ով ներկայացնում է վճարը կատարված։ Եվ իմիջիայլոց մենք ավելի խորն ենք նայելու, ժամանակը բավականին անցավ։ Իմիջիայլոց Քրիստոսի բարեխոսության բոլոր ասպեկտներն ենք նայելու, որ ուղղակի մեզ կբերի մեր կյանք ուրախություն։ Նոր մենք հասկանում ենք այդ ինչի համար է մեր հատվածն ասում, ով կարա մեզ դատապարտի, Աստված է որ արդարացնում է։ Ինչպես Աստված արդարացնում, դատապաշտպանի կողմից ներկայացրած վճարը։ Սա ամենակարևորն է։ Եվ այդ վճարը դատավորի հետ կապված է։ Դատավորն այդ անձին դրե որ վճարի։ Սա ամենակարևորը, որ մենք կտեսնենք։ Ժամանակը անցավ բավականին, մինչ կավարտեմ, որտեղ արդեն 43 րոպե խոսում ենք, տեսեք, ընդհանուր առմամբ մեր կյանքում կա այս վտանգը։ Մենք պետք է ուշադիր լինենք, որտեղ մեր անզգուշությունը առիթ է տալի ամեն անգամ սատանային մեղադրանքով Աստծո առաջ գնալու մեր անձի համար։ Դրա համար մենք պետք է ուշադիր լինենք, բայց տեսեք, եթե ուղղակի մեր պաշտպանությունը լիներ ուղղակի մեր արդարորեն վարվելու վրա, լիներ մեր կարողությունը, մեր պոտենցիալ, ամեն դեպքում մեր արդարությունը Աստված թողած լիներ մեր ձեռքերի մեջ, որպեսզի մենք արդար վարվեինք եւ մեղադրանք չտայինք, եթե այդպես լիներ, միանշանակ իմացեք, որ Սատանան հաստատ իր մեղադրանքներով մեզ կբերեր դատապարտության։ Բայց խնդիրը նա է, եւ Աստծո շնորհքի օգնությունը նա է, որ Տերը այն չի թողել մեր ձեռքերի մեջ եւ մեր ջանքերի վրա։ Բայց փառք Աստծուն, որ Տերը այն ուղղակի կատարել է Քրիստոսի միջոցով, այսինքն այն իր ձեռքերի մեջ է վերցրել։ Հիշում եք նախորդ միշտ մենք սկսեցինք ծառայությունը, ասացի, որ երբ որ խոսքը գնում է իրավական արդարության մասին, որ վճարված է, նաև առաքյալը շեշտում է, որ նրանք հոգեորապես են վարվում։ Նրանք մեղքից փախնում են, բայց ընկնում են մեղքի մեջ։ Այսինքն մենք կտեսնենք այդ բարեխոսության բոլոր ասպեկտները։
Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Մենք սա արդեն կանենք այս հատվածի առաջի մաս, որովհետև մենք դեռ չենք ամբողջացրել։ Մենք բավականին ավելի խորությամբ նայելու ենք մեր այս 33-34 համարները։ Ով մեզ կդատապարտի։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։